Տնտեսագետ Հրարիկ Ամենդադյանը գրել է. Հարգելի հայրենակիցներ, մինչև դուք զբաղված էիք իբր խաղաղության պայմանագրի թեմայով, ՔՊ իշխանությունները $750 միլիոն ավելացրեցին ՀՀ պետական պարտքը։ Պարտքի այս խմբաքանակը այնպիսի գրավիչ է եղել կապիտալիստ ներդրողների համար, որ պահանջարկը կազմել է 2.6 միլիարդ ԱՄՆ դոլար։ Աշխարհի քարտեզի վրա քիչ երկրներ կան, որոնք դոլարային 7.1%-ով վարկ են վերցնում։ Որպեսզի հասկանաք, թե ինչ կարգի տարօրինակ գին է, ընդհանրապես հիշեցնեմ, որ մինչ այս գործարքը Հայաստանի արտաքին պարտքի տոկոսադրույքը եղել է ոչ ավելի 3.5%-ից։ Ինչ որ մեկը, ով սերտ կապեր ունի արտասահմանյան ֆինանսական խմբերի հետ, իշխանափոխությունից հետո պետք է բացատրի, թե ինչու է 2.6 միլիարդ պահանջարկ եղել մեր պարտատոմսերի նկատմամբ։ Ինչու է ինվեստորներին առաջարկվել 7.1%-ային մակարդակ։ Ով է շահագրգիռ, որ բյուջետային դեֆիցիտ եւ ազատ անկման մեջ գտնվող տնտեսություն ունեցող երկրի տրամադրի նման ռեսուրսներ նախընտրական տարում։ Ով է այն երջանիկ աստղի տակ ծնված Լոնդոնի բորսայում գործող ֆինանսական բրոքերը, ում վստահում են Հայաստանի Հանրապետության ֆինանսական տիտանները։ 2025 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխվեց 750 միլիոն ԱՄՆ ծավալով։ 10 տարի մարման ժամկետով եվրոպարտատոմսեր 7.1% եկամտաբերությամբ։ Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրոպարտատոմսերի 5-րդ թողարկումն է։ Եվրոպարտատոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով։ Ներառված է 2025 թվականի փոխառնությունների ծրագրում։ Եվրոպարտատոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով։